15 միլիոն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն բուհերում սովորող երիտասարդներին։ 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար Լույս հիմնադրամի միջոցով։ Ազգային բարերար Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի բարեգործական գործունեության ընդամենը մեկ օրինակն է։ 30 տարի ամենօրյա ռեժիմով իրականացվող բարեգործական ծրագրերն այս պահին ընդհատված են բարեգործության արգելքի պատճառով։ Գիտեք, որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյան եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։ Դրա հիմնական ապացույցներն են բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։ Սամվել Կարապետյանի բարեգործությունը կախված չի եղել որևէ քաղաքական օրակարգից։ Նրա եւ Կարապետյան ընտանիքի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ 1995 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դոլարներ են ուղղվել նաև Հայաստանում կրթության խթանման կարևոր առաքելությանը։ Ավելի քան 403 միլիոն դրամ հատկացվել է հայաստանյան բուհերում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման եւ կրթաթոշակների տրամադրման համար։ Կարապետյանի բարեգործական ծրագրերն ընդգրկում են ոչ միայն կրթության հասանելիության ապահովումը, այլև գիտակրթական ոլորտի եւ ենթակառուցվածքների զարգացումը։ Այդ շրջանակում 1 միլիոն դոլար է հատկացվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենքի վերանորոգման համար։ Այս ներդրումը կարևոր քայլ է ակադեմիական միջավայրի արդիականացման եւ գիտահետազոտական աշխատանքների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այս ամենը վկայում է, որ Սամվել Կարապետյանի բարեգործությունը կրում է երկարաժամկետ ռազմավարական բնույթ, ուղղված գիտելիքի, կրթության եւ մարդկային կապիտալի զարգացմանը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։